Խորը ջրափոսերի ամբողջ պարունակությամբ ջրով թե ավազով անցորդներին կամ կանգառում սպասողներին լողացնելու, հետո վարորդներին ուղղված ճակերտավոր սիրուն խոսքերի տեսարանները տասնյակ փողոցներում են։ Այնպես որ այստեղ էկզոտիկ պատկերներ արհեստական բանականությամբ գեներացնելու բոլորովին կարիք չկա։ Հին ավանդույթներին վերջին տարիներին միացել է Անի թաղամասը եւ Շիրակացուն կապող փողոցը։ Գյումրիում մարդիկ չգիտեն անձրևից հետո, թե դրանից առաջ է փառք փողոցն անցնելը։ Սա էլ մի հատված դպրոցական տարիներին ֆիզկուլտուրայի դասից։ Անցորդների ու վարորդների ֆիզիկապես կոփվածությունը բարձր միավորների արժանի։ Ջրափոսը երկարությամբ ու լայնությամբ շրջանցելու կամ վրայից մաքսիմալ ճշգրտությամբ թռչելու հմտությունները զարգացած են ըստ փողոցների։ Թարսի պես էլ ասֆալտը ճաքեր է տալիս այնտեղ, որտեղ ասենք ամեն տարի ընթացիկ նորոգումներ են, բայց խոշոր փոսերով անզիջելի փողոցներ էլ կան, որոնք այս տարի հաստատ կսարքենք խոստովով քանդվում են։ Գերերի ճամփեքը 1000 առավել է կաստմել լենագալի վիճակը։ Լենագալի վիճակը շատ ծանր է։ Դոկտորները կասին բարեկս կեցապտեն բարկենեն շատ գիտեմ։ Բարտի կասին մեկ տեսար փոս բորդի քծեկի մեջ է ջրի Գագնի վար, հաճանոր խորունգեն խոսերը։ Էլ ինչ պիտի լավ բալում չկա, չգիտեմ։ Ես լեննականին դες փողոցները հետ կանել հարմար էլ լավ է։ Երբ որ մարդիկ ղեկավարությունը չի տեսնի ինչ է, ասենք ես ցայ ինչ օգնեց գործին։ Ոչ մի բան։ Ղեկավարությունը վերտանոթով կերտա գործի կուկա։ Անի թաղամասի բնակիչները ասֆալտի սպասելիս ջրամատակարարման ցանցի նորացումն էլ տեսան։ Ջրագծեր անցկացնելիս եղածն էլ շինարարը քանդեց։ 34 փողոցների հիմնանորոգման ծրագիրն այս տարի սկսվելու շանսեր ունի։ 11 միլիոն եվրո արժողության ծրագիրը հասել է շինմրցույթի փուլին, իսկ շինարարության մեկնարկի փուլից դեռ նորություն չկա։ Նույնի կատարմամբ է Շիրակացի փողոցը, որը 4 կիլոմետր է եւ միջպետական նշանակություն ունի։ Այդ 4 կիլոմետրից 1.5 կիլոմետրն է հիմնանորոգվել 10 տարի առաջ։ Մնացած 2.5-ն էլ կապիտալ նորոգման հերթի մեջ սպասում են, բայց այս տարվա համար են։ Շիրակացին հիմա եւ թե հետո ինչքան ժամանակ այսպես կմնա կախված է շինմրցույթի ելքից։ Փոսերն այնքան շատ են, որ դրանք բնակիչները կես կատակ կես լուրջ քաղաքային դիզայնի տարեր են համարում։ Մեծ ու խորը փոսերում քարն ու շիբինը մնում է, մինչև ծանրաքաշ մեքենաների 2-3 անգամ վրայով անցնելը։ Ու նորից վիճակը նույնն է։ Արդյունքում էլ բախում կամ ուղղակի վնասներ ստանալը դառնում է անխուսափելի։ Շատ վատ ճանապարհ է, դրոջը, շատ վատ, ահա որ էսի հարգավորա վերանորոգ է։ Ես հոկտեմբերյանի տղա եմ, միշտ գալիս գնում եմ, բայց շատ վատ ճանապարհ է։ Մեկի ճանս գուշելնես, ամորտիզատոր կթափի, պրուժին կջարդի, վերջը։ Մեքենաները մեռան ջարդելով։ Ջարդելով էթում գալիս են, ստես գալիս են անցնում են, ֆռմանից անցնում էթում, ասես չի կարող ուղիղ անցի։ Լփոսերը նայեք հələ։ Ես եղավ մոտ 10 տարի, ինչ այդ գրուզավոյ ավտոները անցել են, արդեն սպես է, էլի աբիեզնոյ է։ Սեդուրից է բան եղած։ Կոշիկների զույգ կապելը անձրևներից հետո է։ Ջուրն էլ, որ գնալու տեղ չունեցավ, հանգիստ մնում է փոսերում։ Ջրատարները աղբով են լցված Ղանդիլյան եւ Բարոնյան փողոցներում։ Այից բեկետ հասնելու համար զույգ կոշիկներն էլ չեն փրկում։ Հասկանալի չի, որ ճամփեն պետքա ասֆալտ լինի, հարթ լինի, մարդիկ կարողանան ցեխոտ չդառնան կոշիկները։ Քանի կոշիկ փոխեն, քանի կոշիկ գնենք։ Տաքսով որ գալիս են, չեն կարողանում։ Նայի, գնա բակի մեջ նայի, բակը սա գյոլա։ Ծովա ոնց որ։ Կարանք ձուկ բռնենք այնտեղ։ Ջուրը ստեղ կուդակվիկը ջրատար չկա, փագերում է ջրատարը լցված է, կանչում ենք համատիրություն ասում է, իմ գործը չի, վիոլան ասում է, իմ գործը չի, հակապետան ասում է, իմ գործը ում գործն է, բնակիչը մի կերպում կարողացա մեջում մաքրել, բայց խոհանվերջ բնակիչը չի մաքրել։ Սուբվենցիոն ծրագրերով, ֆինանսական այլ աղբյուրներով նորոգումներ այս տարի էլ կան Գյումրիում, բայց մի շարք փողոցներ այդ ցանկում տարիներով չեն հայտնվում։ Այս տարվա լայնածավալ ծրագրերը թերևս կհամարվեն Անի թաղամասի փողոցների ու Շիրակացու կապիտալ նորոգումները։ Մոտ 1.5 միլիարդ դրամ է կազմում Շիրակացի փողոցի 2.5 կիլոմետրի հիմնանորոգումը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, շինմրցույթն հայտարարված է, հայտագրումները բաց են։ Այս պահին մասնակցում է 5 շինկազմակերպություն։ Արդյունքները հայտնի կդառնան մայիսի 16-ին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն